Կան մարդիկ, որոնց կարելի է փակել բանտում, բայց անհնար է կոտրել նրանց կամքը։ Վարդան Ղուկասյանն անցել է ճնշումների, մեկուսացման, ծանր փորձությունների միջով, բայց չի ծնկել, չի լռել և չի հրաժարվել իր պայքարից։ Այսօր 100 հազարավոր մարդիկ նրա մեջ տեսնում են ոչ միայն քաղաքական գործչի, այլ մարդու, ով պատրաստ է պայքարել Հայաստանի համար։ Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ վերադարձնելու ենք հայությունից հարկադրաբար խլված արժանապատվությունը, վերածնելու ենք ազգային ոգին և կառուցելու ենք արդար արժանապատիվ պետություն։ Ընտրությունների գնում ենք միասին, հաղթում ենք միասին։ Ընտրում ենք Դոկ Կուսակցությանը, Քվեաթերթիկ համար 15։ Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն եթերում է և հերթական ուղիղ կապն եմ հաստատել Մոսկվայից մեր երևանյան տաղավարի հետ։ Հասկանում եք, թե այս օրերին ինչ է կատարվում մեր հանրապետությունում և շատ ցավում եմ, որ հատկապես այս թոհուբոհի ժամանակահատվածում Երևանում չեմ, որտեղ շատ կարևոր է իհարկե այնտեղ գտնվելը, բայց առողջական խնդիրները ստիպել են, որ իմ հերթական միացումը մոսկովյան հիվանդանոցներից մեկում, ինչպես ասում են, կատարեմ մեր ունկնդիրների հետ, և այսօր պատահական չէ, որ տաղավար ենք հրավիրել մի անձնավորության, ով կարող է մեզ շատ հետաքրքիր ինֆորմացիա տալ։ Իսկ մեր տաղավարում այսօր աստղաբան կառավարման հոգեբան Գայանե Սարգսյանն է։ Բարև ձեզ Գայանե։ Բարև ձեզ պարոն Ղուշյան, բարև ձեզ սիրելի հետևորդներ։ Ինչպես եք պարոն Ղուշյան։ Շնորհակալություն Գայանե ջան, ապաքինում եմ և հույս ունեմ, որ ամենաուշը 10 օրից Երևանում կլինեմ, որտեղ հասկանում եք, որ հատկապես այս օրերին Երևանից բացակայելը ինձ համար շատ ծանր է, որտեղ այն զարգացումները, այն իրադարձությունները, որտեղ են ունենում մեր հանրապետությունում, շատ հուզող է։ Եվ պիտի պատահական չէ այսօրվա մեր առաջին հարցն կապեն այն իրադարձությունների հետ, մոտ ապագայում, մոտ ժամանակներում ինչ զարգացումներ են մեզ սպասում։ Պարոն Ղուշյան, տարբեր հարթակում ընտրական այդ տեղաշարժի ընտրությունների ընդհանուր այդ կառուցվածքի, աստղաբանական կառուցվածքի մասին տվել եմ կանխատեսումներ։ Այստեղ չեմ կրկնվի, որովհետև տարբեր հարթակներ նույն կանխատեսումներ եմ կատարել, ուղղակի հեռուստաընկերությունը վերցնում են իրենց հարմար այդ պահերի նրանք տեղադրում։ Մի բան կասեմ շատ կարևոր, աստղաբանորեն այդ օրը, ամսի 6-ին, երբ որ ընտրությունները տեղի ունենան, ասցենդենտը խեցգետնում է։ Խեցգետնինը ընտանիք, հայրենիք, օջախ։ Ասցենդենտի մոլորակը լուսինը գտնում է ձկների կենդանակերպում։ Եվ խեցգետնում են գտնվելու Վեներան Յուպիտերը։ Արդեն իսկ երեկվանից, մայիսի 19-ից Վեներան անցնում է խեցգետնի կենդանակերպ, անցել է արդեն, Մարսը անցել է ցուլի կենդանակերպ։ Ինչ է ասում աստղաբանական քարտեզը, քանի որ մոլորակները դեռևս երկար ժամանակով գտնվելու են այդտեղ Վեներան և Մարսը, ամսի 20-ի դրությամբ տալիս են դրական դիրքավորումներ, դրանք ֆինանսական տեղաշարժերի, այդ տեղաշարժերը, այդ շարժերը հօգուտ ընտանիքի, հայրենիքի օգտագործելու շատ բարենպաստ դիրքավորում է։ Իսկ եթե անցնենք համընդհանուր կոչվում է աստղաբանորեն մունդան աստղաբանական տենդենսներին, ապա ամսի 7-ի քարտեզը, հունիսի 7-ի քարտեզը այդքան էլ հուսադրող չէ այն առումով, որ շատ հավանական է, որ մայրաքաղաքային բնակչությունը չմասնակցեն, ակտիվ մասնակցություն չցուցաբերեն։ Ինչու, որովհետև Վեներան և Յուպիտերը դրանք երկու բարեկեցության մոլորակներն են, գտնվում են խեցգետնի կենդանակերպում։ Իսկ խեցգետնի մոլորակ լուսինը գտնում է ձկնորեն, այսինքն նրանք հոգեբանորեն պատրաստ չեն, նրանք ապագայի հանդեպ կորցրել են իրենց հավատը։ Ինչու եմ այդպես ասում, հիմա մեր հետևորդների մեջ մարդիկ կլինեն, որ կասեն համաձայն չենք, ես ակտիվ եմ լինելու, ես գիտեմ, որ դուք ակտիվ եք լինելու, բայց պարբերաբար
միշտ մայրաքաղաքում ապրող մարդիկ բնակչությունը նրանք միշտ ավելի ցածր մասնակցություն են ցուցաբերել ընտրություններում։ Եվ այս անգամ էլ հնարավոր է այդպիսի իրավիճակ լինի։ Ուստի սիրելի հետևորդներ, այստեղ քաղաքական կանխատեսումներ չեմ անելու, ես տարբեր հարթակներում արել եմ, ասել եմ ովքեր են առաջատար դիրքերում եմ, միայն կասեմ, որ սիրելի հայրենակիցներ, ձեր իրավունքները պաշտպանելու համար գնացեք ընտրության, օգնեք այն ուժերը, որոնք այս տարիներին ձևավորվել են, անցնեն գոնե ազգային ժողով, օգնեք, որ առողջ ընդդիմադիր դաշտ ձևավորվի, որովհետև միայն այդ ընդդիմադիր դաշտի հակասության եւ կներեք պարոն Ղուշյան դրդումների եւ միջամտության արդյունքում մենք կարող ենք ունենանք առողջ եւ չեմ ասում անամպ երկինք եւ ապագա, բայց կկարողանանք մոտակա 5 տարին ապահովել մեր կեցությունը, մեր ապրելու այս ժամանակահատվածը այստեղ։ Ասեք պարոն Ղուշյան ջան։ Գայմե կենտրոնակերպերի թույլ մարմնի մասին ինչ կարող եք ասել։ Մի կարևոր բան մոռացանք, մեր հետևորդը, որը ճիշտ էր պատասխանել եւ պարբերաբար ակտիվ է լինում այս հարթակում, նա արտերկրում է ապրում, ուստի մեկնաբանություններում գրել էր, որ նա չի կարող ներկա լինել Փակ TV-ի մեր հաղորդումներից մեկում, տաղավար չի կարող ներկայանալ, բայց ասեմ, որ պարոն Ղուշյան, դուք չեք պատկերացնում ինչ է կատարվել, որքան ակտիվ են եղել, որքան գրագետ է մեր համընդհանուր այս հարթակը։ Կրկին շնորհավորում եմ ձեզ, երբ համենակ Հայաստան մեծ հաճույքով կփորձեմ հանդիպել ձեզ հետ եւ կփորձենք հանրայնացնել, եթե դուք ցանկանաք։ Իսկ կենտրոնակերպերի առումով, նրանց թույլ կողմեր մարմնի մասերի առումով ասեմ, որ դրանք մենք մինչև կշերտենք կատարել, այժմ կարիճից մինչև ձկների կենտրոնակերպ։ Կարիճը, գիտեք, հանրային գումարներն են, մեծ փողերն են, դա սեքսուալ ոլորտն է, դա վերարտադրողական համակարգն են, ուռուցքային երևույթներն են, ուստի վատ ֆինանսական վիճակը, ինչպես կարիճների, այնպես էլ ցուլերի մոտ, կարող է անդրադառնալ ցուլերի կոկորտին, բահանաձև կեղծ անցած անգամ շիտավիտ ներժիլոցը ասեցի, բայց չթարգմանեցի։ Այսինքն այդ օրգան համակարգերը ախտահարվում են, եթե Սատուրնը այդտեղ գտնում, հնարավոր է մրսեցնելուց եթե լինի, եթե Մարսն է այդ կենտրոնակետում գտնում, ապա վիրահատական պրոցեսների է ենթակա մարդը, եթե Վեներան է գտնվում, Մարսը, Վեներան լարված դիրքերն ունեն, պետք է զգուշ լինեն վեներական հիվանդություններից, որովհետև կարիճի կենտրոնակետը շատ զգայուն է, նաև այնտեղ երեխա ունենալու եւ կանացի այդ ներքին օրգաններն են պետք է ուղղակի ուշադրություն դարձնել եւ ձեր կրքերը ուղղակի չափավորել, որպեսզի այդ խնդիրները չգան դեպի ձեզ։ Աղեղնավորները միշտ ասել եմ շատ բարի նշան է, աղեղնավորները եւ ձկները, երկուսի մոտ էլ Յուպիտերը եւ Նեպտունն են հանդիսանում ղեկավարներ, բայց սիրելի աղեղնավորներ չափից դուրս բարությունը եւ նաեւ սիրելի ձկներ կտան ձեզ մոտ խնդիրներ, աղեղնավորների մոտ կտա խնդիր լյարդ, լեղապարկ, արյան շրջանառության հետ հարցեր, մոլորակետների տարբեր դիրքավորումների դեպքում եւ արյան խտություն եւ սակավարունություն կարող է լինել, նրանք այն աղեղնավորներ, որոնք բարկանում են եւ այդ բարկությունը պահում են իրենց ներսում, ապա հնարավոր է ախտահարվի նրանց լյարդ լեղապարկը, լեղապարկի լեղին եւ քարերը գալիս են ձեր բարկությունից, որոնք դուք չեք արտազատում, սկզբում ախտահարվում է լեղու բալանսն է խախտում, իսկ հետո արդեն քարեր են առաջանում, դե ասել եմ խեցգետինների մոտ էլ նեղացան, գցում են ստամոքս, չեն կարողանում այդ ամենը մարսել, դե եկեք տեսեք եւ ստամոքսի խորց ու մնացած այլ հիվանդություններ։ Սիրելի այծեղջուրներ, պետական կառավարման մարմիններն են, դուք մեր երկրի հիմքն եք։ Սիրելի այծեղջուրներ, մարմնում էլ մարդու մասերի ողնաշարն է։ Եթե առյուծը սիրտն է, ապա այծեղջուրը ողնաշարն է, հենաշարժողական համակարգն է, ոսկորներն է եւ մաշկն է։ Անցած անգամ ասել եմ, մի տղա ինձ գրել է, ես չգիտեի, որ այծեղջուրը դրանք դա մասնագիտությունից, մասնագիտական անհաջողությունները կարող են ազդել, սիրելի հետևորդներ, սիրելի հայրենակիցներ,
եւ սիրելի այցեղջուններ, ձեր մաշկի գույնը կարող է փոխվել, պսորիազ կարող է լինել, տարատեսակ ախտահարումներ մաշկում, լաքաներ կարող է լինել, խոցեր կարող է լինել, իմացեք այդ ամենը կապված է ձեր փառասիրության եւ նաեւ աշխատանքում եւ կենցաղում անառողջ կենցաղային կյանք վարելու եւ աշխատանքում անհաջողությունների հետ, եթե այդ խնդիրները ձեզ մոտ առկան եւ ամուր պահեք ձեր մեջքը այնտեղ լինում է ողնաշարի ճողվածք, եթե շատ ծանրաբեռնված եք լինում աշխատանքում, ապա այդ օրգան համակարգերը եւ մարմնի մասերը ձեզ մոտ թուլանում են։ Սիրելի ջրհոսներ, ոչ սովորական նշան եք դուք։ Ջրհոսների մոտ ախտահարում է նրանց ծնկներից մինչև ոտնաթաթեր ընկած այդ հատվածը։ Նյարդային համակարգի գործունեությունն է, բարձրագույն նյարդային համակարգի գործունեությունը, երակների վարիկոզ լայնացում, արյան հետ կապված խնդիրներ։ Ջրհոսները պետք է կարգավորեն իրենց կյանքը։ Նրանք երբեմն սիրում են էկզալտացիայի մեջ եւ իրենց անկանոն եւ անկայուն վարքը կարող է բերել համապատասխան հիվանդությունը հենց նյարդերի բորբոքում եւ հենց ամբողջ նյարդային համակարգի գործունեության խախտում։ Սիրելի ձկներ, ամենաերասկոտ, ամենաանիրական նրանք երբեմն իրականության մեջ չեն, նրանց թույլ կողմերն են, եթե ֆիզիկական պլանում ենք նայում ոտնաթաթերը, ունենում են այդտեղ ծնկների, այս կոճերից ներքև, եթե Յուպիտերն է լինում մեծանում է թաթերը, փղի տոտիկներ են ասում, եթե Սատուրն է լինում ոսկորներ, տարբեր տեսակ այսպես դեֆորմացիաներ, նաև տարբեր տեսակ այնտեղ մազոլներ են ասում, ամեն ինչը կարող է տեսնել ոտքերի, ոտնաթաթերի, եղունգների հատվածում, այդ բոլոր խոցերը, այդ բոլոր ամեն ինչ պարկեր, իմացեք, որ եթե էզոտերիկ այդ ուղղությամբ եք նայում, ապա դու ուղիղ ճանապարհով չեք քայլում։ Իսկ եթե հոգեբանական եւ էզոտերիկ ուղղությամբ նայենք, ձեր հոգեկանն է, երբեմն ձկները իրականությունից կտրվում են, այլ աշխարհներ են գնում եւ նրանց մոտ հանդիպում են տարատեսակ հոգեկան հիվանդություններ, նրանք եթե հոգեկան հիվանդությամբ չեն էլ տառապում, ապա սահմանային վիճակում են գտնում, տարատեսակ պսիխոզներ եւ այլն։ Սիրելի ձկներ, պահեք ձեր հոգեկան առողջությունը, հավատքը առասված իրականությունից մի կտրվեք եւ մի թույլ տվեք, որպիսի չար ուժերը իրենց ազդեցության տակ, իրենց ներգործության տակ գցեն ձեզ, ապա արդյունքները կարող են լինել անդառնալի։ Այսքանը, պարոն Ղուշյան։ Կան մարդիկ, որոնց կարելի է փակել բանտում, բայց անհնար է կոտրել նրանց կամքը։ Վարդան Ղուկասյանն անցել է ճնշումների, մեկուսացման, ծանր փորձությունների միջով, բայց չի ծնկել, չի լռել եւ չի հրաժարվել իր պայքարից։ Այսօր 100,000-ավոր մարդիկ նրա մեջ տեսնում են ոչ միայն քաղաքական գործի, այլ մարդու, ով պատրաստ է պայքարել Հայաստանի համար։ Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ վերադարձնելու ենք հայությունից հարկադրաբար խլված արժանապատվությունը, վերածնելու ենք ազգային ոգին եւ կառուցելու ենք արդար արժանապատիվ պետություն։ Ընտրությունների գնում ենք միասին, հաղթում ենք միասին։ Ընտրում ենք Դոկ Կուսակցությանը, Թվյաթերթիկ համար 15։ Երևի ժամանակն է, որ խոսենք նաև աստղաբանական քարտեզների մասին, չխախտենք ավանդույթը, խնդրեմ, ամփոփեք։ Ուրեմն Բաղդասարյան զվարթեր ինձ մոտ նկարածը մայրիկներ, ամենաառաջին գրողներ։ Ես ձեզ ասեմ, որ եթե դուք խորհուրդ տաք ձեր հարազատներին, որ հենց սպասեն դեռ հաղորդումը չեղած ամենաառաջինը գրեք, չէ, խառն եմ դիտարկում, ուղղակի առաջին անգամ հենց նայեցի իմ սիրտը կպավ այդ իսկ հետևորդի գրածին, բայց դա չի նշանակում, որ միշտ հենց առաջին գրածին ենք ուշադրություն դարձնելու։ Կփորձեմ օգտակար լինել, սիրելի հետևորդներ, գիտեմ գրում եք մի քանի անգամ գրել եմ, բայց այսպես նայում եմ, ի սրտե ներքուստ հասկանում եմ, որ
հենց այդ անձին է պետք օգնություն ցուցաբերել։ Բաղդասարյան 2009 թիվ օգոստոսի 22 բավականին բարդ էր քարտեզը, երևի թե օգնություն էր հենց պետք տրամադրել հենց այս անձին, աղջիկ էր։ Ինչն է հետաքրքիր, որ կրկին նշում եմ, որ Լուսինը գտնում է կույսի կենդանակերպում։ Միշտ ասում եմ, պարոն Հուշյան, որ մասնագիտական կողմնորոշման համար այստեղ դիմում են այն ծնողները, ում երեխաների մոտ Լուսինը գտնվում է այծեղջուրում եւ կամ կույսի կենդանակերպում։ Այծեղջուրը մասնագիտական կողմնորոշումն է, պրոֆեսիոնալ այդ արհեստավարժության գագաթնակետն է, դա մեր սոցիալական կարգավիճակն է, կույսը առօրյա աշխատանքն է, որի արդյունքում մենք կարողանում ենք մեր առօրյա հոգսերը լուծել։ Բայց միևնույն է, կույսերը բավականին աշխատասեր, ինչպես ձեր երեխան, Լուսին Սատուրնը կույսի կենդանակերպում, չգիտեմ, աղիքային հիվանդություններ ունի, կարծում եմ, որ ունի եւ նաեւ փորկապություն, անպայման սննդակարգը երեխայի մոտ կարգավորում եք եւ ապահովում եք ջրային բալանսի այդպես բարձր շեմը, որովհետեւ այստեղ խնդիրներ եմ տեսնում, Սատուրնը կարող է ճզմել, Սատուրնը կարող է այդ ջրային բալանսը քամել եւ ունենաք խնդիրներ, եթե սննդակարգին չհետևի, նաեւ մաշկի հետ կապված հարցեր, ինչպես այծեղջուրում, այնպես էլ կույսում, մանավանդ եթե Լուսինն է գտնում, մաշկի հետ կապված խնդիրներ կարող են լինել։ Ձեր երեխան կարող է ընտրել բժշկի հաշվապահի մասնագիտությունը, մանավանդ Մերկուրին էլ է այստեղ, բայց երեխան չեմ հասկանում, հիվանդություն է, թե չի կամ կողմնորոշվի, թե ֆիզիկա-մաթեմատիկական այդ ունակություններն են թույլ։ Նրա մոտ պետք է զարգացնեք աշխատելու, աշխատանքը սիրելու այդ հմտությունները։ Ես կարծում եմ, որ մայրիկը բավականին շատ է եւ ոգևորված, եւ տոգորված, եւ շատ այսպես լարված իրադրության մեջ, թե որտեղ պետք է ընտրի, կոնֆլիկտներ են լինում ձեր երեխայի հետ, չգիտեմ, դասընկերների հետ եղել են թե չէ, Մարսը երկվորյակում խորհուրդ կտամ, որ եւ ձեր հարաբերությունները եւ դուք ինքները ձեր երեխայի հետ շփումներում լինեք ավելի այսպես կոմպակտ, կարծում եմ, որ Մարսը երկվորյակում սուր կոնֆլիկտներ եք ունենում հենց այդ թեմայով, եղբոր հետ էլ հնարավոր է, անպայման երեխան պետք է ստանա համապատասխան կրթությունը, ես ես տեսնեմ իջնող հանգույցը այծեղջուրում է, բարձրացող իջնողը կներեք ինչ, բարձրացողը այծեղջուրում, այո, բարձրացողը այծեղջուրում է, Վեներան խեցգետնում է, երեխան սիրում է կոմֆորտ, ընտանեկան կոմֆորտ, բայց նա անպայման պետք է մասնագիտություն ստանա եւ անպայման պետք է ձգտի սոցիալական սոցիում, իրացնի իր ուժերը, դառնա սոցիումի մի անդամը եւ անպայման պետք է աշխատի ձեր երեխան։ Հասկանում եմ, որ սիրում է տուն, ընտանիք, կոմֆորտ, հնարավոր է, մաքրասիրության հարցն էլ է այստեղ դրված, բայց ինքը սիրում է փափուկ իր անկողինը, մայրիկի ջերմ վերաբերմունքը կամ տան անկյունում իր անկյունն ունի, այնտեղ իրեն հոգեբանորեն շատ հանգիստ եւ կոմֆորտ է զգում, բայց նա պետք է դուրս գա այդ կոմֆորտի զոնայից, պետք է սովորի հաշվել, պետք է գնա մասնագիտական հաջողությունների հետևից, դժվար է լինելու, գիտեք, որ ձեր երեխան առյուծ է, նրա արեգակը 29 աշճան 32 րոպե առյուծում, այո, նա առյուծ է, առյուծի բաժինել կարող է հասնել նրան, կարող է աշխատել պետական ադմինիստրատիվ համակարգում, ղեկավար, պաշտոններ կարող է զբաղեցնել, առյուծը դա այն օբյեկտներն են, այն ոլորտներն են, որը կապված է երեխաների հետ, երեխաների կրթություն, երեխաների եւ նաեւ առյուծը պետք է փայլի իր գիտելիքներով, իր եսով։ Այն ամենը ինչը առաջատար է, կարող է, եթե այնպես ստացվի, որ հետո բիզնես գործունեություն ծավալի, ապա դա կարող է լինել այն վայրերը, որտեղ փայլուն իրեր կամ ոսկեղեն, ադամանտ եւ նաեւ նա պետք է այդ շքեղ շրջանակներում կյանքի այդ դաշտում իրեն դրսևորել ըստ պատշաճի, որտեղ արևը առուծում է, Պլուտոնը այծեղջուրում, իսկ այդ երկու կենդանակերպերը ղեկավարում են մեզ, մեր երկիրը եւ մեր 12 կենդանակերպերը։ Այսքանը պարոն Ղուշյան։ Շնորհակալություն Կանե, շնորհակալություն մեր հերթական կապի համար, իհարկե մեզ համար շատ կարևոր են ձեր կանխատեսումները եւ կարծում եմ, որ մոտ ապագայում մենք ձեզ հետ կարող ենք ավելի այսպես ռեալ պատկեր տալ մեր ընկերներին։ Իսկ այսօր այսքանով եկեք սահմանափակենք մեր զրույցը, մաղթում եմ բոլորիս հաջողություն եւ ինչպես ասում են,
Մինչ նոր հանդիպում եթերում ստեժություն։ Կան մարդիկ, որոնց կարելի է փակել բանտում, բայց անհնար է կոտրել նրանց կամքը։ Վարդան Ղուկասյանն անցել է ճնշումների, մեկուսացման, ծանր փորձությունների միջով, բայց չի ծնկել, չի լռել եւ չի հրաժարվել իր պայքարից։ Այսօր 100 հազարավոր մարդիկ նրա մեջ տեսնում են ոչ միայն քաղաքական գործի, այլ մարդու, ով պատրաստ է պայքարել Հայաստանի համար։ Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ վերադարձնելու ենք հայությունից հարկադրաբար խլված արժանապատվությունը, վերածնելու ենք ազգային ոգին եւ կառուցելու ենք արդար արժանապատիվ պետություն։ Ընտրությունների գնում ենք միասին, հաղթում ենք միասին։ Ընտրում ենք Դոկ Կուսակցությանը, Քվեաթերթիկ համար 15։